Խոսքը սնվելու մասին է, չէ՞։ Խոսքը նրա մասին է, որ կարելի է սնվել։ Եվ որևէ խնդրեմ չկա։ Օրինակ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ 2018 թվականի սկզբին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այս խորհուրդը քաղաքական սարկազմ էր։ Այսօր 8 տարի անցել այն բավական արդիական է։ Կարագը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ թանկացել է։ Սառնարան լցնելը բարդացել։ Իսկ բանջարեղենը, այդ թվում խառը կանաչին, էժանացել է։ Թեմա համար մեկի այս թողարկմանը կփորձենք հասկանալ, որն է նորմալ գնաճը սովորական սպառողի համար, որն ամեն օր խանութից տուն է տանում նույն տոպրակը, բայց ամեն անգամ դրա համար վճարում է ավելի շատ։ Վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը։ Տարեկան գնաճը կազմել է 3.3%։ Ընդ որում, սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքը 2025-ի համեմատ թանկացել են 5%-ով։ Փոխարենը հագուստն ու կոշիկը էժանացել են 1.5%-ով։ Ստացվում է, եթե ոչինչ չուտեք, բայց փոխարենը 2 կոստյում գնեք, ձեզ համար գնաճ չկա։ Նույնիսկ մի բան էլ շահել եք։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը 2026 թվականի փետրվարի 3-ին ասուլիսի ընթացքում խոսեց նաև գնաճի մասին։ 2025 թվականի 4-րդ եռամսյակում 12 ամսյա գնաճը դանդաղել է դեկտեմբերին կազմելով 3.3%, այդ ընթացքում 12 ամսյա բնականon գնաճն ավելացել է կազմելով 4.3%։ 12 ամսյա գնաճը այն թիվն է, որը ձևավորվում է ապրանքների գները նախորդ տարվա նույն ամսվա գների հետ համեմատելիս։ Այս դեպքում 3.3% գնաճը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերին, 2024 թվականի դեկտեմբերի համեմատ։ Մարտին Գալստյանը նաև նշեց, որ 2025-ի 4-րդ եռամսյակում գնաճը դանդաղել է։ Անհանգստանալու կարիք էլ չկա, քանի որ համաշխարհային պարենային շուկայում գնանկման միտումներ կան։ Այս հիմնական սննդամթերք, հացահատիկ, մսամթերք յուղերի այդ շուկաներում որոշակի գնանկումային ազդեցություններ կան, ինչը պայմանավորված է հարավային կիսագնդում լավ բերքով, լավ եղանակային պայմաններով եւ այլն, օրինակ շաքարավազի գինը նայեք, այդ կարմիր կետագծերը ինքը էական նվազում է։ Ու այդ դրական ազդակա առաջարկի կողմից։ Վարչապետ Փաշինյանն էլ այս տարվա հունվարին հասցրել է վստահեցնել՝ անոմալիա չկա։ Հայաստանում գնաճի ցուցանիշները վիճակագրության կոմիտեն հրապարակում է, եւ այդ գնաճի ցուցանիշներում ոչ մի անոմալիա չկա։ Մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի բնակչության աշխատող բնակչության եկամուտները աճում են։ Եկեք տեսնենք, թե ինչպես են եկամտի աճն ու գնաճը անդրադառնում սպառողական զամբյուղի վրա եւ ինչու են լցվելու փոխարեն դատարկվում։ Վիճակագրությունն արձանագրում է. սննդամթերքը 2025-ի դեկտեմբերին 4.3%-ով ավելի թանկ էր, քան 2024-ի դեկտեմբերին։ Պարենային հիմնական ապրանքախմբերի գները բարձրացել են։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ էժանացել է միայն բանջարեղենը։ Օրինակ, տավարի միսը թանկացել է 11.7%-ով, խոզի միսը 12.7%-ով, իսկ ոչխարինը 14.1%-ով։ Սա նշանակում է, որ միջինացված վիճակագրությունը չի արտացոլում այն իրական թանկացումը, որը զգում է սպառողը։ Եթե 2024-ի վերջին ձեր նախատեսած բյուջեով կարող եք գնել 10 կիլոգրամ տավարի միս, ապա 2025-ի դեկտեմբերին նույն գումարով կգնեիք մոտ 9 կիլոգրամ։ Այսինքն, պաշտոնական ոչ անոմալ գնաճի պայմաններում դուք վճարում եք նույն գումարը, բայց ստանում եք 1 կիլոգրամ պակաս ապրանք։ Նույնպիսի պատկեր է ձկնամթերքի շուկայում, որտեղ գրանցվել է 19.5% աճ։ Սա նշանակում է, որ եթե առաջ ամիսը 4 անգամ ձուկ էիք գնում, այժմ նույն բյուջեով կարող եք գնել ընդամենը 3 անգամ։ Ընթրիքի մեկ չափաբաժինը կերել է գնաճը։ Մյուս մթերքներն էլ։ Օրինակ ձուն նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 7.2%-ով թանկացել է։ Կաթնամթերքը 6.1%-ով։ Նույնիսկ մակարոնեղենն ու հնդկաձավարն են թանկացել։ Մեկը 7.9%-ով, մյուսը 9.4%-ով։ Եթե դրա հետ կապված հարց կա, եկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ ընդհանրապես տուրիստական նպատակներով այցելությունները եւ հակառակ ուղղությամբ։ Ո՞նց են այդ այցելությունները տեղի ունենում։ Դեպի Եվրամիության Հայաստանի քաղաքացիների այցելությունները մի քանի 100%-ով աճել են 2018 թվականից ի վեր։ Հարցեր չկան, իհարկե, բայց եկեք լսենք նրանց, ովքեր գուցե հաճախ չեն ճամփորդում, բայց ամեն օր բախվում են թանկացումներին։ Գիտեք, մեր երկրում այդ այն աստիճանը չի, որ ասենք լավ են ապրում։ Մեծ մասը վատ են ապրում։ Նրանց համար 200 դրամն էլ է փող։ Ընդհանուր մեր զամբյուղի հետ կապված աշխատավարձը քիչ է։ Եվ թանկացել են, եւ էժանացել են, օրինակ կոշկեղենը, շորերը, բանը բավական էժան են, բայց սնունդը մի փոքրիկ տարբերություն կա։ Թոշակառուների վիճակը օրինակ ավելի վատ է համեմատաբար, որովհետև եթե իրանք օգնող չունենան,
հիմնականում զավակների օգնությունը, եթե կողքից չլինի, իրանք չեն կարողանա։ Շատ վատ կլինի իրանց վիճակը։ Հազիվ օրվա հացը կկարողանան հայթայթել, բայց այտենց չի ապրուստը պայմանավորվում միայն հացով։ Ես առաջ մտնում այդ նույն բանը առնում էի մոտարապես 5000 դրամ, հիմա ես մտնում եմ մինիմում 10000-ը։ Սնունդը, որը ամենակարևորն է։ Աշխատավարձը մարդկանց դա Իրատություններն է շատ։ կոպեկներ է, ինչ որ մենք ստանում ենք ու ինչ որ ծախսվում է։ ապավագրված։ Մեզանից ենք կտրում, որ բավարարի։ Վերջին արտահայտությունը նկարագրում է այն իրավիճակը, երբ անվանական աշխատավարձի աճը չի հասնում ծախսերի աճի տեմպին։ Սա նշանակում է, որ եթե ընտանիքը գնում է անհրաժեշտ քանակի միս, ապա ստիպված է հրաժարվել մեկ այլ ապրանքից, օրինակ որակյալ կաթնամթերքից կամ մրգից։ Սա սպառման կրճատում է, հոգուտ առաջնային ծախսերի։ Սառնանան հիմա դուռդ բացում են։ Եթե այնտեղ չեղավ 2 կիլո նորմալ որակի չանախ պանիր եւ կաթ, ես քեզ պատուհանից սառնարան դուրս եմ շպրտել։ Մեզնից ոչ մեկը չի անում սա։ Որտեղ գիտենք, որ սառնանում դրած է այն, ինչ որ մենք դրել ենք այնտեղ։ Այժմ խոսենք այն ոլորտների մասին, որտեղ գնաճը ունի նաև վարչական բնույթ։ 2025 թվականին տրանսպորտային ծառայությունները թանկացել են 24.5%-ով։ Այս գնաճին նպաստել են երկաթուղու, օդային տրանսպորտի, տաքսի ծառայության թանկացումները։ Գնաճի վրա ազդեցություն է ունեցել նաև Երևանում ներդրված հանրային տրանսպորտի նոր համակարգը եւ անցումը տոմսային փաթեթների։ Տրանսպորտային ոլորտում տեղի ունեցած թե մասնավոր թե համայնքային փոփոխությունները հանգեցրել են նրան, որ տեղաշարժվելու համար անհրաժեշտ բյուջեն աճել է, անկախ նրանից մարդն օգտվում է ավտոբուսներից, մետրոյից, տաքսիներից թե երկաթուղուց։ Միջազգային ավիափոխադրումներն էլ թանկացել են 26.6%-ով, ինչն էլ ավելի է բարձրացնում զբոսաշրջային այցելությունների արժեքը։ Առողջապահական ոլորտում ևս գնաճ է գրանցվել։ Բժշկական ծառայությունների սակագներն աճել են 2.1%-ով, իսկ ատամնաբուժական ծառայությունները 5.3%-ով։ Դեղագործական ապրանքների շուկայում գրանցվել է 3.1% գնաճ։ Բուհերն էլ են վերանայել վարձավճարները։ Ես ձեզ պիտի ուղղորդեմ գնաք բացեք կարդակ 2022 թվականի նոյեմբերին ազգային ժողովի կողմից ընդունված կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետական բուհերում կրթությունը լինելու է առանց վճարի մեր ուսանողների համար։ Եթե նախկինում տարեկան ուսման վարձը օրինակ 600,000 դրամ էր, ապա այսօր այն աճել է միջինը 50,000 դրամով։ Սա նշանակում է, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքը կամ պետք է կրճատի իր այլ ծախսեր, կամ էլ օգտագործի խնայողությունները միայն կրթության գնաճը փակելու համար։ Իդեպ խնայողությունների մասին։ Եթե ոսկին դիտարկում եք որպես խնայողություն կամ ներդրումային միջոց, պատկերը հետևյալն է։ Ոսկերչական իրերը թանկացել են 31.7%-ով։ Սա համաշխարհային շուկայում ոսկու գնի պատմական ռեկորդների արտացոլումն է տեղական շուկայում։ Եթե նախկինում 100,000 դրամով հնարավոր էր գնել որոշակի քաշով զարդ, ապա այսօր նույն զարդի համար անհրաժեշտ է վճարել 132,000 դրամ։ Ոսկին փաստացի դառնում է դժվար հասանելի սովորական սպառողի համար։ Այսպիսով 8 տարի առաջվա կանաչի ուտելու խորհուրդը 2025-ին ստացավ նոր վիճակագրական հիմնավորում, բանջարեղենի գնանկման տեսքով։ Սակայն սովորական սպառողի համար սա նշանակում է սպառման կառուցվածքի պարտադրված փոփոխություն։ Իրական գնողունակությունը որոշվում է ոչ թե էժանացած հագուստով, այլ բարենային զամբյուղի եւ ծառայությունների թանկացմամբ։ Մեզ ասում են, անոմալիա չկա, բայց նույն գումարի սահմանում կատարված գնումների տոպրակները գնալով ավելի ու ավելի թեթև են դառնում։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը դիտեք հաջորդ շաբաթ օրը 12:30-ին։ Այն բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, աջակցեք նաև մեր Patreon-ին, ամսական վճարելով ընդամենը սկսած $2-ից։